Հանուն հոր և որդվո և հոգվույն սրբո ամեն։ Այսօր գանքնեցավ ավազան մգրդության իքավություն և իթողություն մեղած։ Այսօր մգրդության ավազանը գանքնեցավ, հաստատվեցավ ամբողջ մարդկության, քավության և թողության համար։ Քառասնօրյա բահեցողության հոգևոր ճամփորդությունը ահավասիկ իր ավարտին կհասնի։ Ավագշաբթվան այս առաջին օրերուն Աստված իր որդվույն միջոցով դարձյալ պատկամեց, դարձյալ ուսուցանեց, հրաշներ կործեց, դաջարը մաքրեց, մաքրազարդեց մեր հոգիներն ու սրտերը, մեր հոգևոր աչքերը բացավ, ճշմարտությունը տեսնելու փրկիչը աշխարհի, որ եկած էր մեր փրկության համար, ինձի և քեզի մեղքերեն, չարեն, ապագանութենեն ազատագրելու համար։ Եվ այսօր ավագ հինգշաբթի օր առավոտ Սուրբ և անմահ պատարագ տեղի ունեցավ ի հիշադակ վերջին ընթրիքին, ուր Քրիստոս Սուրբ հաղորդության խորհուրդը հաստատեց, հացը բաժնեց, դվավ աշակերտներուն և ասավ արեք, գերեք, ասիգա իմ մարմինս է, քինին օրտնեց և բաժնեց աշակերտներուն ասելով խմեցեք ասկե, որովհետև ասիգա իմ նոր ուխտի արյունս է, այն ուխտը, որ Աստված մարդուն հետ գնքեց իր որդին ղրգելու, որպես փրկիչ մարդը ազատագրելու և փրկության առաջնորդելու։ Եվ ահավասիկ այդ նույն վերջին ընթրիքին Քրիստոս աշակերտներուն թիմաց, ի զարմանս աշակերտներուն հանգարց ոտքի ելավ, ղենչակը գաբեց մեջքին, ձունգի եկավ և աշակերտներուն ոտքերը լվաց։ Եվ աշակերտներուն ոտքերը լվացած ժամանակ, երբ Պետրոս մերժեց ասելու տուն դեր իմ ոտքերս պիտի լվաս, Քրիստոս դառնալով պատասխանեց, եթե քեզ չլվամ, տուն չես կրնար ինձի աշակերտ ըլլալ, չես կրնար ինձի հետ բաժին ունենալ երկնքի արքայության մեջ, պայմանը մաքրությունն էր, պայմանը մաքրազարդումն էր, հոգևոր, հոգիի, սրտի, մտքի և կյանքի վերանորոգումն էր, այնպես ինչպես մգրդության ավազանի մեջ, երբ մեր երեխաները գբերենք մգրդելու սուրբ մգրդության ավազանի մեջ, մենք կհավատանք, որ այնտեղ ջուրի մեջ 3 անգամ ընկղմումով մեր երեխաները իրենց ատամական սկզբնական մեղքերեն կսրբվին, կմաքրվին, Քրիստոսի հետ կչարչարվին, Քրիստոսի հետ կխաչվին, Քրիստոսի հետ կթաղվին և երբ դուրս կանչուրեն կդառնան նոր մարդ, Քրիստոսի հետ նոր մարդ դառնալով կդառնան ժառանգագից Քրիստոսի և կդառնան քրիստոնյա ու մանավանդ եկեղեցվո լիիրավ անդամ։ Մեկ խոսքով ջուրի մեջ լվացումով է, որ մեր երեխաները իրենց ատամական մեղքերեն կսրբվին։ Եվ ահավասիկ, երբ Քրիստոս ծունգի գուքա, որպես մեծակույն վարդապետ, ուսուցիչ, ամբողջ մարդկության մտածելակերպը կհեղաշրջե
որովհետև մարդը փառք, բադիվ, ուժ փնտրող մարդն է, Քրիստոս կուքա ասելու այդ նույն մարդուն, որ իրական ճշմարիտ մեծությունը խոնարհության մեջ է, սիրո մեջ է, ծառայության մեջ է, խոնարհաբար ծառայելու, խոնարհաբար սիրելու եւ խոնարհաբար նվիրվելու։ Այս է ամենահիմնական պատգամը ոտնլվայի արարողության, որ մեր ժողովրդին գոմե նաև սիրված արարողություն է, թադերական պատկերմ ունի, ուր Քրիստոս երբ դնորինական կյանքը գտիդենք ու գնայինք կտեսնենք, որ հաջող խոսեցավ, արագներ խոսեցավ եւ այդ արագներուն ընդմեջ են իր պատկամը փոխանցեց, բայց այս անգամ միայն ծանոթ արագմը պատմությունը չէ, որ գբատմե եւ անոր ընդմեջ են պատկամ գուտա, այլ ուղագի կորցնաբես, ձունգի գուքա եւ գխոնարհի, Աստվածը գխոնարհի, Աստվածորդին գխոնարհի իր աշակերտներուն առջև եւ անոնց ոտքերը լվալով գուտա ամենամեծ տասը, խոնարհության տասը եւ գսե դուք զիս վարդապետ կգոչեք եւ ճիշտ կնեք։ Եվ եթե ես ծեր վարդապետը ծեր ոտքերը գլվամ, ձունգի գուքամ գխոնարհիմ ծեր առջև, նույնպես դուք ծեր կյանքի մեջ վաղը ուր որալ երթակ, աշխարի որ գոմնալ երթակ, իմ պատկամս փոխանցեցեք, բայց այդ պատկամի փոխանցումը խոնարհաբար կատարեցեք, սիրով կատարեցեք, ձեր ծառայությունը խոնարհությամբ կատարեցեք, որովհետև այդ խոնարհության մեջ դուք մեծ պիտի դառնաք Աստուծո աչքին։ Սիրելի հավատացյալներ, Քրիստոս ոտնլվայի արարողության ընդմեջ են ամենամեծ պատկամը հետևյալ դվավ, խոնարհութենեն հետո սիրո պատկամը դվավ, քիչ առաջ աղոթներու մեջ լսեցիք, ավետարանական ընթերցումներուն եւ հատվածներու մեջ լսեցիք, սեր, սիրո մասին, սիրո կարևորության մասին, որովհետև Աստված ինք բացարձակ սեր է եւ միայն սեր չէ, այլ սիրող Աստված է եւ որովհետև սիրող Աստված է, քթած, ողորմած Աստված եղավ եւ մեզի ցերկ երգարեց, իր քերակույն սիրոյի պև արդայնություն աշխարհ եկավ մեզի օգնելու, մեզի ուղղորդելու, մեզի լույսի որդիներ դարձնելու, իրական ճշմարիտ ճանապարհը ցույց տալու, ճանապարհը, որ մեղքերը հերույ է։ Այո, Քրիստոս այսօր մեր ոտքերը լվալով մեր մեղքերն է որ գլվա։ Եվ քիչ ետ պիտի տեսնեք, որ այս սուտ խորանին վրա այդ նույն իշադագի արարողությունն է, որ պիտի կատարենք եւ ոտքերը պիտի լվանք մեր 12 մեր ազգայիններու եւ ապա փոքրիկներու եւ մանուկներու։ Բայց այստեղ կտեսնեք մեր ազգայինները այստեղ նստած, որոնք դարիներ իրենք անցնաբես կամ իրենց հայրերը կամ իրենց մեծ հայրերը եւ իրենց մեջ են նաեւ բոլոր այն մեծերը, որոնք այս եկեղեցվո հիմնադրության, այս եկեղեցվո կյանքին, այս կետրոնի եւ այս համայնքի կյանքի մեջ իրենց լուման դրած են խոնարհաբար, սիրով, նվիրումով եւ ծառայությամբ։ Ահավասիկ սիրեիներ, թե ինչու այս արարողությունը մեզի համար պատկամ դվող արարողություն է եւ այդ արարողությունը սոսկ ցևական պատկերմը չէ, այլ պատկամ դվող եւ մեր կյանքի մեջ ուղղորդող արարողություն մնե մեր կյանքերը ըստ այնմ ապրելու։
Այսօր այս ազգայներուն մեջ են ես կողջունեմ բոլոր այն նվիրյալները, խոնարհապար ծառայողները, որոնք սիրով աստվածային օրհնությամբ կարողացան եւ գշարունակեն իրենց ծառայությունը այս եկեղեցու եւ համայնքի կյանքերն թող Աստված բոլորին առողջ երկար կյանք բարգեւե եւ իրենց օրինակը մեծակույն օրինակը հանդիսանա մեր քալիք սերունդներուն, ինչպես իրենք իրենց նախահայրերեն այդ օրինակը, այդ ոգին, որպես ներշնչումը ստացան եւ այսօր իրենք այդ նույն ոգին, որպես ներշնչում կփոխանցեն քալիք սերունդներուն, այդ ոգիով, խոնարհությամբ, նվիրումով եւ սիրով ծառայելու, թող Աստված իր ցերկով լվա եւ մակրազարդե մեր հոգիներն ու սրտերը մեզ չարեն, չարութենեն ու աբագանություններեն միշտ հերացնե, որբեսի մենք կարենանք մակրազրտված ապրիլ մեր կյանքը։ Այսօրվա աշխարհը պետք ունի նման խոնարհության սիրո պատկամին։ Այսօրվա աշխարհը գերա ոչ թե սիրով, գերա ադելությամբ, վրեժխնդրությամբ, գերա բادرազներով, գերա մեկը մյուսին հանդեպ անհանդուրժողությամբ, հբարդությամբ, անպարտավանությամբ մեր կյանքեն ու մեր փառարաններեն միշտ պիտի հերացնենք հբարդությունը, անպարտավանությունը, որբեսի այս աշխարհի մեջ դիրե աստվածային սերը, խոնարհությունը, որբեսի մարդիկ իրարու ետ գնային, զաստված տեսնեն, Աստուծո ներկայությունը զգան եւ այդ օրհնությամբ ապրին խաղաղ, երջանիկ, արդար, ուրախ կյանքը, որբեսի այս աշխարհը դառնա ինչպես մեր հոգիներն ու սրտերը դառնան այն աշխարհը, ուր Աստված կարենա իրապես դարձնել դաջար եւ բնակարան Աստուծո, թող Աստուծո օրհնությունը այս յուղին եւ ճուլին ընդմեջեն մեզի քա օրտնե բժշկե առողջացնե եւ մակրազարդե միշտ հավիդյանս հավիդենից ամեն